Սիրելի հետևորդներս, բարի կեսօր նանց, ոնց եք, ինչպես ա ձեր տրամադրությունը, ես երեկվանից ոնց են ասում շատ վատ տրամադրության մեջ էի, որովհետև ինչ պլանավորում էի, սաղ չեղարկվում էր ու դրանից շատ նեղվում էի, մեղքս ինչ թաքցնեմ ու ամեն բան էլ չես կարում, չէ, տեղին ասես, սաղ ասես, ոնց կանենց էլ ասես, շատ դժվար գիշեր եմ ունեցել, այդքան մտածելու հետ պարզա չենք քնի, աչկերը սենց կրնի, մի խոսքով, մի կերպ Ալեքսը դպրոց հագնացել եկել, ես էլ պատկասնում եք, ոչ կերել եմ, ոչ խմել, մենակ մի քանի դեղ եմ խմել, պարկել, մի որ մամայական պարտականություններս ինձ ստիպում ա, որ աղջիկ ջան, քեզ հավաքի, դրա հավաքի, երեխեք տուն ա եկել, մի կտոր հաց դիր թող ուտի, չէ, փուր եմ գնացել ու ձեռի հետ է խանութ, մի հատ սենց բան եմ արել, պետք էր այս իմ դեղերի տոպրակը հուսամել չեմ խմելու, այս կոֆեն ընկերույս եկավ հետ եմ խմել, ստեղեցել, սրան եմ առել, ինչի եմ սա առնում, որովհետև իքրան ենք, դրա ամեն մի կտորի հետ համ հերիք առնում, համ էլ օրինակի համար, ինչ էլ անուշոտ եկավ, սենց մի հատը բացնեմ, սիրելի հետևորդներ, մեջը երշի կավիճին, մի խոսքով Ալեքսը հավես անում, տանում ա, բայց այսօր ասում ա մամա այլ չեմ ուզում, որ գնամ դպրոց, ասում ա ես ուզում եմ բուֆետից օգտվեմ, դե որ ուզում ես այ բալա ջան, ուրեմն պիտի օգտվես, այդ ա գրուպներըդ ինձ հավացնեմ, մի հատ տարածքս մաքրեմ, այս պահին կոֆե չենք խմելու, որովհետև կոֆետ նոր եմ խմել, մի քիչ անց Միգենը գնա, պատկերացնում եք նենց էի մեղվել, որ ասում ենք վсё, այսօր ոչ նկարել եմ, ոչ մի բան, բայց մի վայրկյանում ամեն ինչը փոխվեց, մեղվեմ Աստծո զորությանը, ուրեմն պիտի ատամնաբուժի մոտ գնայի, չեղարկվեց, պիտի թղթաբանությունը վապշեր չեղարկվեն, որ նրվերից տեղից չէի գտնեմ, բայց Աստծո փառք, Աստծո զորությանը ղուրբան եղավ, այն ինչը որ ինձ պետք էր, լրիվ հաստատվեց, լրիվ նորմալ եղավ ու ճամփորդեսի երգը պիտի որ երգենք, դրան գումարած էր ատամնաբուժարանից զանգեցին, որ բանա Անահիտ ջան ժամը 3-ին կգաս բուժարան, դե որ կգաս, ես էլ կգնամ, ինչի չէ, դրա ինձ լավ բան գնամ տենամ, ես չսրբեցի, դուք էլ չեք ասում, խելքս տևը չի, գնամ տենամ, ինչ կասեն, սիրելի հետևորդներս, ես մի ինչ եփել այսօրի հարցերին եմ ուզում անդրադառնամ, այս նոր տարին, ոնց են ասում, սաղից տներեմ լիքը առևտուր ամենքերով, չէ, տպեց բա ինչ հարավ, էդ էլ չլինի Աստծուն փառք, տենում եք ես միշտ էլ առնում եմ,
առնում եմ են, ինչը որ ինձ պետք է, մեզ պետք է, ուրեմն ուզում եմ ձու ուտենք, բայց եսա հասկանամ, այդ ձուն ոնց ուտենք, քանի որ շատ պանդրի տեսականի ունեմ, ու քանի որ գլազունյա եմ անում, եկեք այս սրան հանեմ, տնականը թողամ, որ էփած ընտիրը, գիտեք, դակ մի հատ է սրանց լվանամ, հակարակ չհանի է, լավ եսա սրանց լվանամ, Համպանիկները սպաս խոդրնի, համեր մի համով հանուտենք, այս դեպքն պանդերով ծվածեղից լավ է չկա սիրելի հետևորդներ, ուզում եմ պանդերով ծվածեղ անեմ, այս կարակը, այս տնամ, այս կոմ, Ալեքս, ադի հլա այս դեղերը տարտեղը դի տղա ջան, թապրտակ չմնա է, ես մեր վայնանում եմ, չես բարեզան, բաժանորդներ, Սիցացիայի պասարտը ոնց լավ եք ես տամ, սպասի, գնա տեղմի, վերցնեմ են, չէ էսա սարկում եմ նոր, հացը ուշացրել եմ, այլխեն սաղված է, բայց թող սպասել ու ձևն էլ իմանա, նայս չի որ, եսիմ թե ինչ է։ Հիմա սիրելի հետևորդներս, այսքանը կա, դնեմ, մի հատ հավեսով գլազունյա անեմ, ուտենք, ու պետքա գնամ թղթերի հետևից, պետքա գնամ տաշիր, լիքը գործ, այն ինչը որ պետքա հավաքվել, դուդա, սյուդա, վերջերենի, լիքը բաներ, նենց որ գնամ դեպի Անահիտի խոհանոց, ձարի հետ էլ նկարահանեմ, չէ որ դա էլ իմ աշխատանքն է, ելի հետևորդներս, այս լավեցինք, ու գնացի, սիրելի հետևորդներ տան, ծամոնի ձվածեղ եմ արել, ինքը շատ համով է, ու շատ լավ է, ու տղուս հետ աղբերափայ եմ կանելու, նստենք վերջապես, մի կտոր հաց ուտենք, որովհետև միշտ երեխեն դպրոցից եկել ա տեսել, մաման է հաց սարքած դրել ա, իսկ այսօր մաման հոդը դեռ ոչինչ էլ չի արել, որովհետև գլուխս ցավում ա մի այլ կարգի, ես խաղացող գլազունյայի համար կարելի ասել խենթանում եմ, опа, Ալեքս, ադի Ձերքերս դողում են, ընկերներ, Աղվեք
Նայեք պատարակաղներ ինքը հանեց, մի կտորված ներկար, արհացը դեթարի, այս մի կտորներ ովքեր էլ կասեն, բա որտեղ մնաց դիետան ու բալանսավորված սնունդը, խորհուրդ կտամ չխառնեք, հետո ամեն մարդ ինքը իրա միտքը, եթե այս պահին դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ, դրանք համովա, պատարով, անդիր, գնացինք, ահա, 721 է, ինչպես միշտ, եկել եմ պոլիկլինիկա, Գնով է դուք ձորը։ Սպրասան։ Գանիս ես մի տակ, հետո վազին է մի տակ։ Լոկո տանելու եմ այս կնիք են, պետչատ է, դա ինչ կոտարը, արտի լոկո,
հասնել։ Տնանք ինչ հակատար։ Այստեղ ատամնաբուժարանից եկել եմ սիրելի հետևորդներս, ինչ եմ անում, իմ պատրաստած չրերից ուզում եմ տանեմ, սյուր եմ գնում ու այս դեպքում գիտեմ, որ մարդիկ սիրում են իմ ձեռի գործը, իմ արած դրածը, դրա համար էլ եկեք այսպես համով ապսե սարքեմ, բարզադե անանասը ես չեմ արել, բայց սրանք որ գիտեք իմ ձեռքի գործն է, ռազվի տոպրակներ քաշեմ, ստեղծել երեխեքին մի հատ քաղցր տոպրակ ու հելանք միացած կամպոտիկ մի խոսքով սիրելի հետևորդներս եկել ենք հասել այս թաղերը մեր քաղաքը ու ուրեմն ինչ հիշեցի լոպոպայա, շլյոպայա տենց են ասում ավելի գնա Ալեքս ջան այդ պուճուրշունն է կարակ գծի ու ստեղ տարիներ առաջ են որ նոր ամուսնացել էի ամուսինս ընկերներ ուներ այս կոմերում էին ապրում այդ արանք շուտ գալիս էի ու էլ արդեն 1000 տարի ավեց այս կոմերի վրա չեմ եկել մի նստեցինք հաճելի ժամանակ անցկացրինք ուզում եմ արագ գնամ քաղաքայինին հասցնեմ գնա Ալեքս դե ոչինչ հա ահա Հլա ինչ հակատա Սաղ ջուրա չէ շուտ գնա Տարակություն արի սենց գնանք թուղթս թողել էի որ ստորագրեն ու իմացա որ եղել է Ոյ Գնա, հա Պիտի որ հասցնենք Հա, քաղաքային որ գնանք Տենց ավելի թե չէ սոր տաքսիներին շատ փող տվի Չեմ ուզում Դուս արի Կամանց Անդուրա շատ Լոպոպա Մի որ արագ իշնենք, Ալեքս կհասցնենք Քաղաքայինին Հա Մայթարի Դավայ Շուտ իշնենք Ես առաջնակ Հա Սաղ ջուրա Հա, ոչինչ ասի Եղանակի մտնացա թողլավ ջուրա ու հալվի Հա Չէ Հա Ես մեր բասեին ջամփեն է Հա, իստեղ Են որ ես գնացել եմ բասեին Հա
Գնա մայթ գնայել ես կոմ գնացինք Всё. Քայլենք իմ երեկոյան Ստեփանավանով, հավեսով, ու հաճույք էր։ Այս տեսակ, որ մարդ չկա, մարդ։ Ավտոյի առաջով արի։ Հա։ Ամեն ուր ու ամեն տեղ։ Հա։ Գնա շուշուտ։ Փողոցն ասում ենք ու կանգնենք, արի, բազի, ահա, մենք հասցրեցինք, ուրա, հա, արի, էլ մի գնա, ստեղ էլ կանգնել այդ, հա, նորից հիվանդանոց, թուղթս արդեն պեչատել են, սաղ ջուրը, սաղ, դրա հետևից է, ես որ սաղորով գնա արի։ Ուրեմն շելի հետևորդներ, տեսակ ինչ եղավ, ոնց եղավ, շատ մեր լորեցիք կասային խառը խշտի կորելավ, բայց կարևորը վերջում ամեն ինչն էլ լավ եղավ։ Հիմի էլի այսօր շատ եմ հիշում մեր լորեցիներին, քանի որ ես ինքս էլ լորեցի եմ, նոր միացող հետևորդներից ասեմ, որ ապրում եմ Լոռվա Ստեփանավան քաղաքում ու գիտեք, որ մեր լորին ուրիշ է։ Հիմի մեր լորեցիները կասեին պապիս թվիկ ժարիք չենք կերել, նույնը մեր տանն է, ճիշտ է, վրեդնի ուտելիքա այն, բայց մեր տատու պապերը միշտ էլ տողացու յուղ են կերել, տողացու ժարի, թացու պանիր, հիմի սկսել են տարբեր ձևով չէ ասելը, էսա այնա մի խոսքով ժարիտին կարոտել ենք, ես էլ ժարիտ ուզեցի, դրան էլ գումած, Ալեքսն ասում է մամա ինչ տղին ժարիտ անեմ, տող ասի լպամ սուտ է, արի ժարիտ անեմ, աղանեմ, ժարիտը սխարնեմ ու աղին բուտչում եմ թերջը
Ոչ սպորտավի ուզում եմ ձերը պատյանական լվամ կարինի սերտերան գարի որ ծուկ չվեր ու մոտ չվեր հաստատ մի հատ է պատվալ կգնայի մեջ ալուր չլծվի սենց ձեթը թրավ բայց թե ոչ սող կբերեի բայց որ ճիշտն ասեմ ոչ հավես ունեմ ոչ էլ զահլը ասած մեր լորեցի քնորից մի ասելու եկան այդ էսխի ես սենց խոսում շատ սրտահան եղա շատ նյարդահան եղա տուն եմ եկել թե չէ խնձոր եմ լվացել ես խնձոր եմ կերել Ալեքսինը տենց էլ մնալ չկերավ ինքն էլ սոկ էր ուզում հետո մի խոսքով ես էլ եմ սոկ խմել սենց խառը տուշ բաներ սիրելի հետևորդներ ջան ես լույսն էլ թույլ դրես auf dem Mastotte Սա է լավն ու սիրելի հետևորդներիս ասեմ այ կեզ բան այս թղթի խաթեր ես մի կտոր թղթի խաթեր ավելի ճիշտ այս պեչատի խաթր իքը սրտահան եղա առավոտից գնա մի տեսակ բողոքավոր եմ բայց թե ինչը ոնց կա տենց էլ ասում եմ էլի սիրելի հետևորդներ ջան այ գլուխս էլ մի այլ կարգի ա ցավում բայց գիտեմ որ իմ ներվերից ա ցավում ուրիշ բանից ցավալը միտք էլ չունի ուրեմն այս 2-3 օր ես սենց պանիկայի մեջ ընկած ստեղից ընդեղ եմ զանգում, ընդեղից ընդեղ եմ զանգում, էլ թեժգից եմ զանգում, ամեն ինչ արել եմ գիտեք, կարամ և չբարձրաձայնեմ, կարամ և ոչինչ չասեմ, բայց ասմա ոնց են ասում, սենց մի հատ խոսք կա չէ, մի քիչ կարող ա տհաճա, բայց ինչը որ կա սաղս էլ այդ թեմաների հետ առնչվում ենք ու պետք չի որ որևիցե մեկը իրան քարերից գցի, ասի սենց բան չկա, հենց բան չկա, այսօր ապրում ենք այն ձևի դարում, որ մինչև դու քեզ չսիրես ու չպաշտպանես կողքի մարդը քու հարցերը քու փոխարեն չի լուծելու մի խոսքով ինձ ուղեգիր ա պետք նույնց եմ ասում Երանի ոչ տեղն իմանայի ոչ ձևը բայց եթե ընկել ես այդ օվկիանոսը լողալ չգիտես պետք ա գոնե ձեռդ գցես փրփուրներից բռնես չէ ինչ անեմ կյանքը մերն էլ սենց ա ստացվել, դա լոտո չի, որ քաշես շահես, մի խոսքով չմանրանամ, գիտեք մի քիչ լաց կանեմ, չեմ ուզում շատ լացեմ, բայց նրվային եմ, ու գիտեք միտքան վաղտը ասի մի քիչ հանգստանամ, մտքերս մի վերեմ, որ ասելիքս ճիշտ ձևակերպեմ, Ալեքս, պուլտը կթի էլի, Դե բեր տուր ինձ ես չգտա, դե բեր վեր կաց, այտա գնում էի ատամնաբուժարան, ի համոր սիրտ կտա գնա ատամնաբուժարան, երբ որ դե բեր, երբ որ տեղ ունես գնալու ու չգիտես գնալու ես թե չէ, թուղթը չկա, կնիք չկա, ինչ պատճառներով չեմ մանրանում, չեմ ուզում, Բայց գիտեք, մենք դրա մեղավորը չենք, կներեք, ինչի պտի մենք ես ինչ քայլից հետ մնանք, չէ որ երբ որ ապրես ցապ կանեմ, բերեց, երբ որ ես իմ երեխին տանում, այ հմի, որ գնանք թերապիայի, դուրս գալուց նորից հերթագրվում ենք, ու մեր նման շատ մարդիկ են, ու այս հարցով
Շնորհակալ եմ պետությանը, որ աջակցում է, մարդիկ էլ շնորհքով ձևով իրանց գործը անում են, էլի, ով ոնց կարում է, ով էլ դուրս չի գալի, այսօրեն դառնա, որ ասում ես, գիտեք, օրինակի համար, այսօրեն դարում ենք ապրում, մի խոսքով, քո բժիշկն էլ ես դու ընտրում, քո կենտրոնն էլ ես դու ընտրում, քո ամեն ինչն էլ դու ընտրում ես, եթե դու տեղեկացված ես լինում ու ուղղությունը ճիշտ ես վերցնում։ Հիմա ես շատ քարքարոտ ճամփեք անցնելուց հետո եզրահանգեցի նրան, որ խելոք մարդ է, ես կյանքում դեր չունի, ճիշտ չառնել չեմ ասում գնում ես սրա նրա մազերն ես պոկում, չէ։ Դա ինչ ալնում, դա ալնում է ռուսը մի հատ լավ խոսք ունի, բազարնայա բաբկա, հոտենտ չես լնի, չէ։ Դու սիրուն ձևով քո իրավունքները եւ պահանջում ես, եւ պաշտպանում ես։ Հիմա այս թղթերի խաթեր մի քիչ լավ սրտահան եղա, մինչև ամեն ինչ իր տեղն ընկավ ու երբ որ արդեն այս կնիքը մեն անձը, չասեմ ով էլի, պետք չի, ասում գիտեք ոնց դուրս եկավ ձեր պայքարող տեսակը, երանի ձեր նման մամաներ շատ լնեն, սենց նայում եմ իրան, ասում եմ, իմ հետևորդներն էլ են ինձ խոսում, սենց նայում ասում, այս ինքը տիկին ասում եմ, դե հա, այսօր որ երորդ դարում ենք ապրում, ինտերնետը մեջ ունեմ, մի խոսքով սենց բաներ, ու ասում ապրեք, որ չեք հանձնվում, պայքարում եք, դե կյանքա պայքարա սիրելի հետևորդներ ջան, ինչի եմ այսքան բարձրաձայնում, այն որ բժշկական կետեր կան, ցավոք սրտի մեր Հայաստանում, սենց մի հատ փափուկ, սիրուն, քառակուսի կամ օվալով բարձ են ուզում դնեն ցանկացած անձի գլխատակին ու ասում գնացեք տուն, մենք քեզ կզանգենք, ոչ, տենց բան չկա, դու պիտի հասկանաս, դու պիտի պահանջես ու իմ նման ոստեք ձեր նշանակետին, հմ երեկ Նիկայի հետ խոսում ենք, ասում այ Աննա չղավ, ասում եմ չէ, ասում այ Աննա ջան, թող մնա, թող մի ասում եմ Նիկա, չէ, եթե թողամ, իմ հերթը խախտվում է, սաղ պլաններս խախտվում է, մի խոսքով ինքն էլ ասում է, դե այդ հարցերում դու ավելի լավ գիտես, քան ես, բայց սրտահան մի լինի, Էսա պետք է ասես գլուխը ցավում ճնշում է, ասում եմ, բա այս գլուխը էլի լավ գլուխ է, որ այդ կոմբաներին դիմանում է, հերիք չի, ու պատվովել, գիտեք, մի բանա, որ սենց ներվահաներն ես, բայց կարենաս քեզ ճիշտ դրսևորես, կռիվը որս է, կամ գորգորալը որս է, կին են չովակին, իրա պահվածքով առաջի հերթին սիրելի հետևորդներ ջան, շատ բարդությունների մեջով եմ անցել, շատ չափից շատ չեմ ուզում նստեմ, սենց այց մինչև բ ու գ պատմեմ, ոչ մի անգամ չեմ չարացել, հերիք չի, ծայրահեղ դեպքում կարող է մի քիչ տոնս բարձրացրած ելնեմ, բայց որ գնաս, կռվես, սենց բաներ չէ, ընդամենը շատ գրագետ ձևով դու քու հասանելիքը պահանջում ես, հիմա ես ով այսօր կնիքեց այդ թուղթը, ասում է, բայց ինչի մի օր էր էլի պիտի համբերեիք, ասի, իսկ ինչի մի օր չի, դեռ նախորդ տարվանից, հա, սենց կատակի վերածեցի, ասի հետո գիտեք, մի օրն ու մի ժամն էլ երկրում կարա շատ իրավիճակ փոխի, մեկ էլ ինձ հարցնում ասում ինչ կրթություն ունեք, ասի այս դեպքում ոչ մի դպրոցում հավաքարար եմ աշխատում, ասի ինչ կապ ունի, ունեմ կրթություն, ինչի չունեմ, բարձրագույն չունեմ կրթություն, բայց կարմիր դիպլոմ ունեմ, տարիները դասավորվեց նենց, որ եկա այս տունը շենացնելու, շենտուն հարց եկա ու էլ ոչ մի տեղ, ոչ մի բան չշարունակեցի, որի համար կյանքիս միակ մեծ սխալը, որ ինձ չեմ կարամ վերագտնեմ ու ներեմ, էդ էր, թեկուս հեռակա պիտի սովորեի, իմ գործն ունենայի, իմ անելիքներն ունենայի, էսա գիտեմ լսինի կամ պետքա խոսքսա, բայց թե ոչինչ, ես էլ մարդ եմ, ես էլ իմ իրավունքներն ու մտածմունքներն ունեմ,
այդքան մի բան, ինքը միշտ ասում էր, ես չեմ ուզի, որ իմ կնիկն աշխատի, ես անի, անի։ Ես էլ կուզենայի աշխատեի, մի պետական տեղ, իմ գործն ունենայի, իմ համար հանգիստ ապրեի, որովհետև այսօր օնլայն հարթակում աշխատելս ելի հետևորդներ ավելի դժվար ու ավելի պատասխանատու է, քան օրինակի համար մի հատ պետական կառույցը գնաց մի բան աշխատես։ Խոժարիք չի, կարումից ճոռան ժարետա։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, շատ սրտահանությունելուց երկու անգուն գիշեր անցկացնելուց հետո ես հասկացա, որ ունենք մենք այն ինչը որ մեզ պետք է ու գնանք իմ երեխուն տանեմ Երևան գնալուց էլ շատ մարդկանց սենց գիտեմ էլի այն որ նստում են թախտին ու սպասում բախտին թե ում պիտի նշանառության տակ առնեն ու սկսեն ասելը, բայց եթե ես այդ թերապիաների մեջ իմ ու իմ երեխի օրը չգունավորեմ, անհնար կլինի նստել մի վայրում, որտեղ կան շարունակությունը չասեմ, չեմ ուզում։ Այդքան բան, հիմա տաբանության բոլոր գործերս արել եմ, մնում ատունը տեղս մի քիչ հավաք եմ, Յաշիկը բերել էի, որ տոնածառի խաղալիքն ու տոնածառը հավաք եմ ես մեկինը, ես միջանցքինը գոն է, ու վերջ չէ էլի, իմ գործերն անեմ, այսօր էտա չստացվեց, հայ ստեղ, հայ ընդեղ, այսօր տեսեք, տեղից մեջ, սենց անեմ, որ տեղից չնգնի, այս բացում եմ, սա իմ վաղվա ամբողջ օրվա չափաբաժինն է, ես այսօր այս երկուսն եմ խմել ու սրա կեսը, այ այդքան նրվահան ու սրտահան եմ եղել, այ այդքան մտածում էի ու շատը գիտեք, բերեք անկեղծ ասեմ, ինչից էի սենց սրտահան լնում, երբ որ ես արդեն Ալեքսին հոգեբանորեն պատրաստել էի, որ մենք պետք է գնանք Երևան ու այդ սառնումար թղթերը չէր լնում, այ դրանից էի նեղվում, վերջ չէ էլի, գիտեք ինչ դժվար բան է ծնողի համար, երբ որ խոսք երեխեն ասում մամա, բա ես դպրոց չեմ գնալու, մաման էլ շուտի ձևով փոխում է համ երեխու հոգեբանությունը, համ էլ փորձում է հնենց պատասխան տա, որ երեխեն իրան լավ զգա, այսենց ասեմ ու չլացեմ, այդքան մի բան, հիմա ամբողջ սենց ուսերիցս մի հատ մեծ բեր սենց ընգավ թապվեց գետնին ու ասելիքս ինչա երբեք չհանձնվեք, երբեք դիմացինին ոչ թերագնահատեք, ոչ էլ սենց հալածյուղի տեղ դրած ընդունեք, միշտ ունեցեք ձեր եսը, միշտ ունեցեք ձեր պայքարի ճանապարհը, որովհետև շատ աղ է, որ թվացել է, այս ինչ ընտանիքում տիրը մասերը, միաբանությունը, իշխում է երջանկությունը, չգիտեմ, ոսկե գագաթնակետը, ցավոք սրտի, երբ որ շփվել ես, զգացել ես, որ փուչ մեջը դատարկ քինդեր ձուա, եթե քինդեր ձվիկի մեջ կա գոնե մի նվեր, այդտեղ էլ չկա, ու դրա համար չեմ կոտրվել, չեմ կոտրվելու, չեմ էլ պատրաստվում, որ կոտրվեմ, հիմա ձեզ ասեմ ստեսություն, ժամը 7 անց դարավ, մենք մեր ժարիկն ուտենք, հետո լիմանով չայ եփեմ, չայ խմեմ, թեպետ ստեղ այսենց լավ թեյերել ունեմ, սիրելի հետևորդներս,
Այն որ այս ամուսնյակիս գալու վաղտերն է, բայց այն որ ասում է ինչն է ինչ է ինքը գնաց, հետքը մնաց, հիմի իրանն է, ու ես էլ կաղամբն առած, սա տանը, որ թթու էի դնելու, հա տանն եմ մնում, որ մի հատ էլ թթու դնեմ, դրանից էլ չեմ կողելվում, կողքիններին ինչ կա մտածում են, դե Անահիտն այլի մի օր ստեղ, մի օր ընտեղ, մի օր ընտեղ, այ բայց որ Անահիտի հոգեբանության մեջ մտնեք, կհասկանանք, որ ցավոք սրտի տենց բան չկա, ուղղակի երբեմն կեղծ ջպիտը 100 ստի տեղ անցնում է, էլի։ Այ Ալեքս, որ չալարեի պապալ կգնայի, սող կբերեի, քո սող էլ կլցնեի, ես սիրում եմ սողով ժարիտ, մեղքս ինչ թաքցնեմ, եկեք ժարիտ ուտենք, ովքեր են սիրում այսենց կորմիր, կեսուրս ասում էր սալոմկա ժարիտ, հիմի էտա, սալոմկա ժարիտ, ժարիտը դե բարակ-բարակտի չէ, էլնի, բայց սալոմկա ժարիտը ավելի լավն է։ Մի խոսքով ձեզ ասեմ բարի գիշեր, էլ որոշել եմ, որ ասել եմ չէ, 7-ից 8-ից հետո չեմ նկարելու ոչ մի բան, իմ երեկոները վայելելու եմ իմ երեխի հետ, իմ տանով եմ լնելու, այ տղա, անջատվի այդ հեռախոսից, ու իմ երեկոն վայելելու եմ, ոչ թե դնես, նկարես և այլն, և այլն, և այլն։ Այսքանը գնացինք ժարիտ ուտելու։